Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մեկ անգամ էլ ասեմ, մեզ ոչ ոք չի կարող փնովել, մեղադրել, որովհետև վերջին առնվազն 20 տարիներին եւ նախագահ Պուտինը եւ նախագահ Մեդվեդևը, հետո նորից նախագահ Պուտինը առաջ էին մղում լուծումներ, որոնք ապահովում էին արդար մոտեցում խաղաղ բանակցությունների միջոցով, հիշեցնեմ ինչի մասին էր խոսքը գնում։ Ադրբեջանական 7 շրջաններից տալ 5-ը, վերադարձրել 5 շրջանները, որպես առաջին քայլը եւ միջանկյալ փուլ որպես պահպանեք Կելբաջարի եւ Լաչինի շրջանները, դրանք ահռելի տարածքներ են, որոնք Հայաստանը միացնում են Ղարաբաղի հետ, պահպանեք դրանք այն կարգավիճակում, որում կան հիմա, հետաձգելով Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերջնական լուծումը երկար տարիներով, իսկ փաստացի խոսքը գնում է այն մասին, որ դա հետաձգվի եւ թողնվի ապագա սերունդներին, դա երևի ինչ-որ բանով ավելի լավն է, քան այն ինչ հիմա ստացվեց, ինչու, որովհետև այդ կոմպրոմիսային առաջարկները, որոնք տարիներ շարունակ առաջ էին մղվում ռուսական ղեկավարության կողմից, մերժվեցին։